Ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը Facebook-յան արդարադատություն իրականացնելու մեջ, մասնարարպես հղում անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Facebook-յան այն գրառմանը, որով նա Սամվել Կարապետյանի ներարձագանքում ասելով, որ հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ, ավելի ճիշտ ձեզ եւ ավելի ուշ էլ գրեց, որ պետության համաբերաններդ կմնա, որից հետո տեղի ունեցան գործողությունները Սամվել Կարապետյանի դեմ, ինչպես է արձագանքում այդ քննադատությանը, որ իշխանությունն այսօր վարչապետը Facebook-յան արդարադատություն է իրականացնում, այսինքն սպառնում է, որից հետո հետևում են իրավապահ մարմինների գործողությունները։ Շնորհակալություն։ Անդրադառնալով միջամտությանը, ձեր մյուս հարցին կապված Սամվել Կարապետյանի հետ, դուք ասում եք վարչապետը սպառնաց եւ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեաիրավական գործողություններ տեղի ունեցան։ Ոչ, Սամվել Կարապետյանը սպառնաց եւ նրա նկատմամբ քրեաիրավական գործողություններ տեղի ունեցան։ Ես քրեաիրավական գնահատական բնավ չեմ կարող տալ եւ չեմ էլ պատրաստվում տալ որպես քաղաքական գործիչ, բայց երբ որ այլ երկրում կենսական շահեր ունեցող մարդը գալիս է եւ տվյալ քաղաքական իրավիճակում, տվյալ կոնտեքստում հայտարարություն է անում օգտագործելով խմբակ եւ տարբեր այլ արտահայտություններ, ասելով, որ քաղաքական գործիքակազմը կամ քաղաքական գործիչները եթե չկարողանան, ասել է թե եթե քաղաքական գործիքակազմը չաշխատի, մենք ուրեմն մեր ձևերով կփորձենք հարցեր լուծել։ Սա ներողություն, Հայաստանի Հանրապետությունում ցույցը քաղաքական գործիքակազմ է, հարգելի լրագրող։ Ցույցը ներողություն, անջատեք ձեր խոսափողը, ես պատասխանեմ ձեր հարցին։ Ցույցերը, հանրահավաքները, անհնազանդությունները օրենքի սահմաններում եւ առանց սահմանադրական կարգը տապալելու process-ների եւ կոչերի, դրանք քաղաքական գործիքակազմեր են։ Այն ինչ որ ասել է Սամվել Կարապետյանը, բացարձակապես կապ չունի քաղաքական գործիքակազմի հետ եւ դրա մասին ինքը հայտարարում է իր բերանով։ Ասում է, եթե քաղաքական գործիչները չհաջողեն, մենք մեր ձևերով ուրեմն հարցերին կմիջամտենք կամ չգիտեմ արդեն այնտեղ ինչ ասել, բայց կոնտեքստը ըստ էության այն մասին է, որ մարդիկ ունենալով այլ երկրում կենսական շահեր գալիս են Հայաստանի Հանրապետություն եւ պետությանը սպառնում են, ինչից հետո բնականաբար պետքա գնահատական տրվի եւ քաղաքական եւ քրեա իրավական։ Եվ ինչպես այո իրավացիորեն պարոն վարչապետն ասել է, պետության համը պետքա մնա նրանց բերանում։ Եվ հիմա այդ process-ի մեջ ենք մենք գտնվում, հարգելի գործընկերներ։ Իսկ մնացածը գտնվում է քրեաիրավական տիրույթում։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։